Ժողովուրդ ջան, բարի երեկո հարազատներս։ Հուսամ լավ եք։ Չէի ուզում եթեր մտնեի, որովհետև շատ ուժեղ գլխացավ ունեմ։ Առավոտվանից ճնշումս չի կարգավորվում։ Ժողովուրդ ջան, այս ինչքան թասիբով ենք, չգիտեի, լսել էի, բայց չէի տեսել։ Այս ինչքան հայրենասեր ենք, այս ինչքան հավատարիմ ենք, այս ինչքան իրար սպայկայղած ենք, բացարձակ տեղյակ չէի, բայց ոչ մարդկանցով, այլ անասունի կենթանու բնազդ ունեցող հայվանների ամբոխով, ժողովուրդ ջան, այս ինչ լավ են պաշտպանում Սամվել Կարապետյանին, լավ ա, որ տենց հայրենասեր եք, լավ ա, որ տենց մարդամոտ, շփվող եք, կամեցող եք, բայց կներես, այդքանը կներեք, նոր եկաք Հայաստան, Սամվել Կարապետյանի հետ եք եկել Հայաստան, ուղղակի զարմանում եմ, 5 տարի առաջ Google-ով պոեսկ էիր տալի 18-ից մինչև 25 տարեկան 25-ից բարձր տղամարդ չէր բերում, Հայաստան չէր բերում այդպես տղամարդկանց ամբոխ, կներեք, ուր էիք, պաղկված էիք, պաղկվել էիք, որ չզոհվեիք, պաղկվել էիք, որ մենակ 18 տարեկան տղերքը զոհվեին, հա, ինչի համար եք պաղկվել, երկիրը թալանողների, պատերազմը կոսպեկտավորողների, երկիրը գույք պարտքի դիմաց տվողների, ինչի համար եք պաղկվել եք դրանց նեղ օրվա համար, որ այսօր հրապարակներում հանդես գայիք, 40,000 դրամով այսօր պաշտպանեցին Սամվել Կարապետյանին, ջանդակը 40,000 դրամ, ոնց որ Էջմիածնի ընտրություններում պարտվեցին, իմ հարազատներից կայնում են, ասում են, Ռուստամ դուրս արի ԿՊ-ից, խայտարակ է կլնելու, իմ ձևով շարժումը հաղթելու է, ջանդակը 40,000 դրամով բերել եք հանում եք պատերազմ տեսած, սքաշաղախ, չկոսպեկտավորված պատերազմից հետո, դեռ չկազդուրված ժողովրդի բնակչության առաջ, ես ուղղակի զարմանում եմ, հիմա որ ասում են Հայաստանի Հանրապետությունում, եթե Փաշինյանը անցավ պատերազմա լինելու, կուզեմ պատերազմ լինի, գիտեք, կուզեմ պատերազմ լինի եւս մեկ անգամ իմ կույրը աշկերով տենամ էլի, տենամ այս ամբոխը, որ հրապարակում Սամվել Կարապետյանը պաշտպանում, հելնելու է ոտքի, տենամ այս ամբոխը հասկանալու է, որ ինքը ապրում է այս 5 տարի է, արդեն 6 տարի է, ինչ որ մի հատ տան մինուճար երեխու, 18 տարեկան երեխու արյան գնի հաշվին, փաստորեն իմ 18 տարեկան աղբերները, որ խառնվել են այդ սև հողին, այդքան չկային, որ դուք այդ այք իրանց պաշտպանեք, այդ տականքներ, դուք այդ մեկ Սամվել Կարապետյանն եք պաշտպանում, պաշտպանեք, այտենց ամբոխով հելնեք, նայում ես սաղ 40-ից բարձր տղամարդիկ են, հլե այդ հայք պոստեր, են 18 տարեկան, են անմեղ երեխեքին քաշեիք բերեք հետ, ասեք գիտեք ինչ կա բալեքս, հլը դու գնացեք վերջը, մենք ենք կայնելու առաջը, մենք, այտենց, այդ ինչ լավ եք փագե ազգային ժողովի շենքներ, չգիտեմ ոստիկանության շենքներ, այդ ինչ լավ եք փագել այդ ոչխարներով, այդ ոչխարի աղալ եք կապել, կայնել եք Սամվել Կարապետյանի համար, բախի չեք այդմ կայնեք 18 տարեկան երեխեքի համար, լայվ եմ անում, ժողովրդի 90% իմ հետևորդների զոհված զինվորի մերեր են, սքաշաղաղ, որ մեկն էլ հանգարց ու հանգարց ուզենա ժպտա, ուզենա ինչ-որ բան անի, ուզենա տան են մուխը մարած մինուճարի աղբորն ամուսնացնի, չգիտեմ, են մեկին նշանի 1000 ձևի կպիտակավորեք, կպոզու պոչեք, այս ինչ ձև եք կանգնած ես երգիրը ավիրողների, զինվորին սև հողին խառնողների կողքը, այ ձեր տերը թաղեմ, այդ հայ կայնեք 18 տարեկան երեխեքի կողքը, ազատագրեիք այս երգիրը, պաշտպանեիք մեր դարբազը, ամուր պահեիք մեր պետությունը, մեր գալիք սերունդի անվտանգությունը, պոստերում կանգնած 18 տարեկան երեխեքի միսն ու արունը պաշտպանեիք, հետո նոր գայք ներս, այդ հատվածը անվնաս պահեիք, անաղիկ պահեիք մեր հողերը, հետո գայք ներս, աթոռիմար իրար մեր լացասնեիք, ոչ թե ժողովրդի 40%-ը գնաց կողտորվեց, 60% բոզաբաշիկներն էլ այսօր փողով Սամվել Կարապետյան եք պաշտպանում, նայում ես խայտարակությունը, ում երեխու արյան գնի, հաշվին ես քայլում, ուտում, խոսում, նվագում, երգում, թաղում էտեմ, հարսնիկ էտեմ, կնունդ էտեմ, կնունգ էտեմ, ում տան մարած, Սամվել Կարապետյանի էշի, Սամվել Կարապետյանի ուռոդի,
Ես չեմ էլ հավատում, որ դուք գնացել եք այնտեղ Սամվել Կարապետյան պաշտպանեք։ Ուղղակի դուք հավատացել եք նրա տղու խոսքին, որ նա իրոք գալու է Հայաստան ու չբավարարվածներին բավարարի, ու հենց այդ չբավարարված ամբողջով էլ կուտակվել եք այնտեղ։ Դուք խայտառակություն եք։ Դուք ազդում եք մարդկանց ներկայի, անցյալի, առօրյայի, ապագայի, օրվա, ամեն ինչի վրա, ամեն ինչի ներվային համակարգի դուք ինքներդ Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրող խայտառակող եք։ Ժողովուրդ ջան, ժողովրդի 40%-ը դեբիլ է դառե, դեբիլ, այն 20%-ն էլ մթագնել է, մթագնել լրիվ 50 են դարի ասма իզուրես անիմաստ գոռում Նիկոլ ոնց որ Նիկոլը հորս տանտղենա, չգիտեմ, իմ էլ ապուպապի աղբոր բալենա, ինձ համար Նիկոլ կլնի թե ով կլնի, ինձ համար իմ երկիրը, իմ պետության, իմ պետականության, իմ հոգսով ապրող լինի, հայրենասեր լինի, հասկանա, որ ես հայ եմ, որ ես վերջը կնիկ ու պեչատ ունեմ, ես էլ պետություն եմ ու դրոշ ունեմ։ Այս հեղափոխությունը ինչ եղել է, ժողովրդի 99%-ը չի աշխատում։ Ամբողջ օրը քաղաքականության մեջ է։ Քաղաքականության մեջ Սամվել Կարապետյանի համար այդում են փող են լվանում, Քոչարյանի, Սերժի, Լևոնի, չգիտեմ, Սևշան, այն մեկի նայում ես խայտառակությունն է, խայտառակություն։ Հայաստանի Հանրապետությունում ասում են պետքա պատերազմ լինի, կներեք, ջանդամ չի լինի։ Ով է այդ հալու կռվի։ Ինչքան լավ տղա ունեմ հողի տակնա, հողի երեսնել, մնացել են են հաշվանդամ երեխեքս, մեկ էլ դրանց այրյան գնին, պաղկվածները, հələ բերեք մի հատ հայդարարենք պատերազմով, դի հավաքվենք այդանք, հələ տեսեք Սամվել Կարապետյանի համար շատ մարդ կհավաքվի փողով, թե պոստերը այդ հալ տղերքի կողքը կայնելու մար, նայում ես խայտառակությունը, նայում ես բառից բունի մաստով զզվանք ես ապրում, իրոք ուզում ես դենկա հանձնես, այս ընդդիմադիր կողմից պետքա դենկա հանձնեն, տեսնեն սրանց մեջ հայի արուն կա, թե ռուսամետ, Պուտինա հպահրատակ բաներ են սրանք, նայում ես ուղարկի գլուխդ կպնումա, էլ չեմ կարամ խոսամ, առողջությունս լրիվ կորել է, աշկերիս տակը նայեք, մի հատ ինչ է կատարվում, ներվային համակարգս խանգարվում է, նայում եմ, հասկացեք, Նիկոլ չէ ով ուզում ալնի, բերեք Նիկոլին դնենք մի կողմ, մենք իբր մեր երեխեքին շատ ենք հարգել ու սիրել, որ Նիկոլ են խաղացնում, հələ եկեք առաջինը, իմ Նիկոլի ընտանիքի, իմ երեխու այսօրվա պոստերը կանգնելու, այդ ամեն ինչի պրոցեսը, այս 6 տարի է, արել են ու արարել են մեր երեխեքը, որոնք էլ չկան, հələ բերեք մի հատ այդ երեխեքին գնահատենք, հələ բերեք մի հատ այդ երեխեքի այրան գնի հաշվին ապրելու պրոցեսը գնահատենք, ում խոսացնում ես, ասма թքած ունեմ այս հողի վրա այդ հալու եմ, այ ոչխարի ծնունդ, այս հողի վրա ոնց ես թքում, այս հողը քո հողը չի, այս հողը ինչ որ մեկի տան, մարած կրակի արյան գնով, պահած ու պահպանած հողը, նայում եմ ձեզ խայտառակություն եք, Հայաստանի Հանրապետությունում ոչ թե իշխանափոխություն է պետք կամ էլ նորմալ իշխանություն, որ իրանք ուզում են, նորմալ իշխանություն ենք, Հայաստանի Հանրապետությունը վարչապետը մի հատ շատ ճիշտ բան ասեց դի մարդկանց ուղեղները փոխվի, կներես Փաշինյան ջան, ուղեղները չպետք է փոխվի, ուղեղ պետքա տեղադրվի, սրանք դի ուղեղ ունենան, որ փոխես, եղած տեղից են փոխում, ոչ թե չեղած տեղից, սրանք խայտառակություն են, սրանք ուղարկի Հայաստանի Հանրապետությունը ապականող, քանդող, նա կինո կա, հին կինոները դնում եմ նայում եմ, ոսկե ցլիկը նայում եմ, հարսնացին հյուսիսից նայում եմ, թորիկը նայում եմ, սաղ նայում եմ, գիքորը նայում եմ, այդ կինոյի անունը չեմ հիշում, ասма վերջը մենք էլ պետություն ենք, դաշնակների կինոն է, հիշեցի, պետություն ենք, կնիկ ու դրոշ ունենք, ասма 500,000 քառակուսի Հայաստանից ինչ ես թողել, սաղ կյանք դարեր ի վեր, հո այն ժամանակ Փաշինյան չի եղել, դարեր ի վեր դաշնակները քանդել են մեզ, մեր պետությունը ժողովուրդ ջան, ստե Նիկոլը չի խնդիրը, ստե մարդը պետք է ունենա իր եսը, իր ինքնասիրությունը, իր արժանապատվությունը, որ մեկը փող է վերցնում մեկի ձեռից էթումա կանգնում է Սամվել Կարապետյանի կողքը, գիտակցում է, որ ինչ որ մեկի երեխու ազատագրած հողի մեջ կաշառքի դիմաց կանգնում է, այդ երեխու կյանքին վայիս եղածի մա, այդ երեխու կյանքին վայիս եղածների կողքը, սատար են կանգնում են իշխանություններին, ովքեր կործանեցին մեր երկիրը, կործանեցին հազարավոր սերունդներ, կործանեցին հարյուրավոր երեխեքի, հազարավոր մերերի սարքեցին սքաշաղախ, Հայաստանի Հանրապետությունում զինվորի մերը դարել է երկու երեսանի, դուրս է գալի դուրս, արցունքն աշկին, ներսա մտնում
Կեղծ ժպտմա տան անդամի համար, տան անդամին չխորտակելու համար ինչ անի այդ մերը։ Ֆռմատան մյուս անկյունը պոլից պատալոք հավաքած երեխու նկարները։ Հասկանում եք դուք պատկերացնում եք մենք ապրում ենք այդ երեխեքի արյան գնով։ Ես սարսափում եմ, ես չունեմ այտենց զինվորի ծնողներ, իմ կողքերը, որ ինձ մոտիկ են, եւ նենց թեկուս, որ ես անհարգալից վերաբերմունք ցույց տված եմ, որ ես մի հատ սխալ բան արած եմ, ես վախենալով եմ ապրում, ես վախենալով պատասխանատվության մեծ զգացումով եմ մտնում այդ մարդկանց տները, ես զինվոր տղերք ունեմ, վիրավորված, հաշվանդամ, ձեռանվոտ, լրիվ նորմալ, որ արդեն ապակինվել են, իմ տան դուռը որ բացում են, ես սվսվում եմ այդ երեխեքի վրա, ոնց կարելի է այդ process-ը չգնահատել, իմ երեխուն որ տավել էին բանակ, իմ հետ խոսալ չէր ելնում, ես այդ ժամանակ հասկացա, որ քոնն ավելի դաժան է, ես այդ ժամանակ նոր մտա զոհված զինվորի ծնողների կարգավիճակի մեջ, ասում եմ դրության մեջ, ասում Աստված ջան, ինձ ինչ այլ է, իմ երեխեն առոգ փառոգ գնացել է բանակ, զոհվածի տերն ինչ ասի, ժողովուրդ ջան, մեր երեխեքին խորտակեցին դաշնակները, այս ընդդիմադիրները, այս Սամվել Կարապետյանի նման կեղծ շուրտված բարերարները ու դրանց նման կեղծ քահանաները, դրանց սատարող։ Ես ուզում եմ ասեմ, որ գիտակցեք հայ զինվորի կյանքը, այն կյանքը, որը կարճ կանգ առավ, շատ կարճ ավարտ ունեցավ, հանուն մեր վաղվա օրվա, այսքան էլ լավ մնացեք, հարազատներս, ձեզ շատ սիրում եմ։